Բարի երեկո հարգարժան տիկնայք եւ պարոնայք, մենք ուղիղ եթերում ենք առաջի լրատվականի, այսօր Հայաստան է պաշտոնական այցով ժամանել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը եւ հենց այս առիթով մենք արտակարգ ռեժիմով կքննարկենք արդյունքները առաջին օրվա այցի իմ հետ ձեզ հանդիպմանը հանուն հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է, բարի երեկո Արման։ Եվ ուրեմն Ջեյդի Վենսը Հայաստանում է, այցի առաջին օրը ամփոփվեց, տեղի ունեցավ 1-2-3 համաձայնագրի ստորագրում, տեղի ունեցավ նաև ասուլիս, շատ կարևոր հայտարարություններ, այս ամենի ավարտին էլ, ինչպես քիչ առաջ մենք տեսանք, նաև Հայաստանի նախագահի հետ հանդիպում տեղի ունեցավ, վաղը, ինչպես նա իր ասուլիսում ասաց, ժամանակ կանցկացնի մեր երկրում, այսպես, իսկ վաղն էլ ըստ ամենայնի նա կմեկնի արդեն Ադրբեջանի մայրաքաղաք, եւ ուրեմն սկսենք այսօրվա այցի այդ նշանակությունը քննարկել, նախ համաձայնագիրը, որը հանդիսավոր կերպով ստորագրեցին Հայաստանի վարչապետը եւ Միացյալ Նահանգների Ես շատ կարճ եթե թույլ տաք փոխնախագահը, ուզում եմ նախ քննարկենք բուն այցի կարևորությունը։ Օրինակ ինչու անհրաժեշտություն ծագեց, որ Վենսը գա Հայաստան։ Արդյոք առանց այս այցի մենք չենք կարող օրինակ նշանակալի այսպես արդյունքներ արձանագրել։ Նաև սիմվոլիկ Եթե հիշում եք, դեռ դեկտեմբեր ամսին ես ազդարարեցի, որ այց է սպասվում բարձրաստիճան։ Այո, սկզբից եւ քննարկվում էր երկու պաշտոնյաների հնարավոր այցի մասին, Միացյալ Նահանգներից այդպիսի տեղեկություն էի ստացել, կամ պետքարտուղարը պիտի գար, կամ փոխնախագահը։ Փոխնախագահը նաեւի պաշտոն է Սենատի նախագահը, այսինքն Միացյալ Նահանգների բարձրագույն օրենսդիր մարմնի երկրի երկրորդ մարդը, ըստ էության չափազանց կարևոր իր նշանակությամբ եւ կարևորությամբ։ Այցը ուղղակի չէր կարող չլինել, որովհետեւ այս այցով ըստ էության ամբողջությամբ մենք ստացանք այն կարևորագույն ուղերձները, որով կարող ենք հաստատապես եւ համոզված կերպով այլևս ասել, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում մեծ շրջադարձ է տեղի ունեցել, այնպիսին, որ համեմատելի չէ նույնիսկ օգոստոսի 8-ի այն հռչակագրերի նշանակության հետ, որոնք որ այսօր մենք փաստորեն կարող ենք ասել, որ շոշափելի արդյունքներ ստացանք։ Թեվակողել ենք նոր փուլ, որակապես նոր փուլ։ Նաև իրողություններ, որոնք տեղ չէին գտել օգոստոսի 8-ի երկկողմ ձևաչափով համաձայնությունների մեջ։ Եվ հետևաբար այստեղ չափազանց կարևոր է, որ մենք հատուկ կանգ առնենք այս այցի պատմական նշանակության վրա։ Մի իրողություն, որը ուղղակի անպատմելի եւ նկարագրելի այսպես արժեք եւ նշանակություն է ստանում մեր պետության համար, մեր պետության հարատեվության համար, ըստ էության այսօրվա արձանագրումները կարևորագույն հաստատումն են այն համոզման, որ Հայաստանին Միացյալ Նահանգները կարևոր դեր են վերապահում, ռեգիոնալ դեր են վերապահում, Հայաստանը իդեպ առհասարակ ռեգիոնալ կարևորություն չի ունեցել վերջին իր նորանկախ պատմության մեջ թույլ էլ չեն տվել, որ ռեգիոնալ որևէ դերակատարություն ունենա, ավելին ամեն ինչ արել են որպեսի կուրաղիկ որպես այս տարածաշրջանի լավագույն դեպքում ճանաչվել է որպես ռեգիոնալ խնդրեմ, այո, եւ որի լուծումն էլ ակնհայտ չէ, այո։ Եվ թույլ չեն տվել, որ լուծման վրա ընդհանրապես նույնիսկ փորձ արվի նույնիսկ մտածել։ Հիմա ըստ էության Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները այս իրենց սկսող այս նոր էջով համագործակցության Հայաստանին մի չտեսնված կարևորություն եւ արժեք են հաղորդում։ Այսինքն մենք խնդրից դառնում ենք խնդրի լուծում։ Այո։ Սա է էականը եւ
այն ձեռք է բերում շատ շոշափելի պարամետրեր, թե որն է այդ լուծումը։ Այո։ Եվ մենք սրա մասին շատ ենք խոսել եւ այսօր կարող ենք ավելի գործնականացնել, ավելի շոշափելի դարձնել եւ ավելի հասկանալի դարձնել մեր ժողովրդին, թե ինչ է նշանակում Միացյալ Նահանգների համար առասարակ խաղաղության հասնելու ընկալումները մեր տարածաշրջանում։ Դե Վենսն էլ ասաց, չէ, որ մենք ոչ թե խաղաղություն հաստատելու մասին ենք խոսում, այն հաստատված է, մենք այդ խաղաղությունը շարունակելու մասին ենք ամրապնդելու եւ այդ ուղղությամբ գործնական քայլեր անելու, խաղաղությունը իրականում նյութականացնելու, գործնականացնելու եւ խաղաղությունը ռեգիոնալ բարիք դարձնելու քայլեր են ձեռնարկվում եւ այստեղ չափազանց կարեւոր է որ Հայաստանին առանձնահատուկ դեր է վերապահվում եւ հատկապես երկկողմ ձևաչափով կառավարությունների եւ պատվիրակությունների միջև հանդիպման ժամանակ կարեւոր արձանագրումներ արվեցին որ Հայաստանը որպես առաջին քրիստոնյա ազգերից եւ Հայաստանին տրվող այս կարեւոր նշանակությունը ուղղակի ավելի հաստատում է այն պնդումը որ ռեգիոնում մեր ժողովրդավարական հանգամանքը դառնում է մեր ամենակարևոր կապիտալը, որը հնարավորություն է տալիս երկիրը տնտեսապես զարգացնելու, տեխնոլոգիապես հարստացնելու, էներգետիկ կայունություն եւ անվտանգություն հաստատելու եւ ամբողջ տարածաշրջանի փոխկապակցվածությունը ճանապարհների ապահովելու այս կարևոր ճանապարհի սկիզբը ազդարելու համար եւ այո կարծում եմ արժի որպեսի մենք կետ առ կետ կանգ առնենք այն բոլոր համաձայնությունների որոնք այսօր ուրեմն հանդիպման երկկողմ ձևաչափով հանդիպման եւ դրանից հետո արդեն հայտարարությունների ժամին մենք լսեցինք Դե նախ իհարկե դա համաձայնագիր 1 2 3-ն է, որի հետ կապված դեռ երբ մենք Վաշինգտոնում ենք 22 թվականի դեկտեմբերին, դրանից 6 ամիս հետո այն ժամանակվա պետքարտուղար Անթոնի Բլինքենը եւ Արարատ Միրզոյանը հունիս ամսին այդպիսի ստորագրեցին մտադրությունների մասին։ Այո, որից հետո մեկնարկեց բանակցային գործընթացը այս համաձայնագրի շուրջ եւ ըստ էության Վենսը եւ Փաշինյանը այսօր արձանագրեցին եւ ստորագրեցին այն, որ այդ բանակցություններն ավարտված է։ Մեր հերոստատիտողներին ասենք, որ սա Միացյալ Նահանգների կողմից մշակված տիպային պայմանագիր է Միացյալ Նահանգների եւ ամերիկյան գործընկերների միջև մի անհրաժեշտ բազային համաձայնագիր է, որը նոր դուռ է բացում արդեն շատ կոնկրետ կոմերցիոն պատվերների համար։ Վերաբերվում է սա խաղաղ միջուկային համագործակցության մասին, քաղաքացիական, այսպես ոչ ռազմական։ Եվ ահա Հայաստանը փաստորեն ստացավ բաց դուռ իր միջուկային ծրագիրը, միջուկային էներգետիկայի ապագան Միացյալ Նահանգների հետ համատեղ ապահովելու համար։ Սրա մասին մեր կառավարությունը դեռ չի կոնկրետացնում, բայց ակնհայտ է այսպիսի համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ, բայց պատվերը ուրիշի հետ տրամաբանական չի ուղղակի Դե բացի դրանից էլ մենք հիշում ենք անցյալ շաբաթ հայտարարություն եղավ, որ Հայաստանը դիտարկում է առաջարկները, որոնք գալիս են Չինաստանից, Ռուսաստանից, Կորեայից, Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից։ Դերևս չենք կողմնորոշվել, թեև անցյալ տարեվերջին նախարարը խոստացել էր, որ պիտի հայտարարի, որ տարվա վերջ մենք կունենանք որոշում, թե որ երկրի հետ ենք ուրեմն շարունակելու համագործակցություն։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ընդամենը օրեր առաջ, 3 օր առաջ ռուսները Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մենք պատրաստ ենք համալիր համագործակցություն։ Պատրաստ ենք գործող ատոմակայանի երկարաձգման այդ անհրաժեշտ աշխատանքները իրականացնել, դե գիտեք 10 տարով երկարաձգվում է մինչև 2036 թվական պայմանով
Սա էլ ես ձեզ ներքին ինֆորմացիա եմ տալիս, որ Հայաստանը հենց հիմա որոշի, որ ուրեմն այդ ատոմային կարողությունները կառուցելու է Ռուսաստանի հետ համագործակցաբար։ Այստեղ կարծում եմ, որ մենք շատ արագ պետք է մեր ուրեմն ընտրությունը կատարենք։ Ես հույս ունեմ, որ այդ ընտրությունը կատարված է, մենք պիտի ուղղակի հայտարարենք դրա մասին, որ ավելորդ լարվածություն չլինի ռուսների հետ եւ նաեւ ամերիկացիների հետ պետք է գտնել ձև, իսկ ամերիկացիները այդպես փորձ ունեն նախկին խորհրդային սոցիալիստական ճամբարում արևելյան Եվրոպայի խորհրդային տիպային այդպիսի ատոմակայաններ կան, որոնք Միացյալ Նահանգների օգնությամբ դրանց գործունեությունն է երկարաձգվել, դրանց գործունեությունն է կասեցվել։ Կարծում եմ Միացյալ Նահանգները մեզ պիտի օգնեն, որպեսզի եւ գործող ատոմակայանի երկարաձգման հարցում մեզ օգնեն եւ նորը կառուցելու հարցում, որպեսզի ավելորդ նաեւ ռուսները այսպես ճշմարտ լծակի Հայաստանի արտգործնախարարը Շվեդիա այցելելիս Westinghouse Electric Sweden, հա, շվեդական ֆիլիալը այցելեց, ընդ որում հենց այնտեղ են պատրաստվում այդ լիցքերը ատոմակայանների, այս ռուսական սովետական տիպի ատոմակայանների համար ձեր ասած այդ տարածաշրջաններում եւ երկրներում տուրբինային այդ համակարգերի մասին եւ չէ վառելիքային էլեմենտները եւ բացի դրանից Westinghouse Electric-ի մեծ պատվիրակություն է ժամանակին, որ վերջերս մայիսամսիներ, ապրիլ-մայիս ամիսներին իրենք ուսումնասիրեցին տեղանքը եւ հերանեկարները դեսպանի հետ այցելեցին ատոմակայան, տեսան հնարավորությունները, կարծես մոդուլային կայանն է կառուցվելու այդ նույն տեղանքում, որովհետեւ ահռելի մեծ ազատ տարածք է, այսպես եւ այս իմաստով կարծեմ մենք գործակցությունը կշարունակենք հենց Westinghouse-ի հետ։ 1-2-3 բանաձևի այդ համաձայնագրի մասին չեմ ուզում շատ ծավալվել, բայց դա մի առանձին քննարկման առարկա է, մի առիթով իհարկե առիթ կունենանք խոսելու, սա չափազանց կարևոր նվաճում է, իդեպ Հայաստանի կողմից արտգործնախարարությունն էր ուրեմն աշխատում այս փաստաթղթի վրա, սկզբից գիտեք օգոստոսի 8-ից հետո on-line ձևաչափով, հետո ավելի գործնական աշխատանքային խմբերը շատ լավ աշխատեցին եւ սա չափազանց կարևոր հաջողություն է։ Երկրորդ դա արդեն թրիփի վերաբերյալ իհարկե մենք փաստաթղթերի ստորագրում չտեսանք, բայց տեսանք շատ կարևոր պայմանավորվածություններ, նախ այն, որ հենց այս պահի դրությամբ ամերիկյան ինժեներակոնսալտինգային մի մեծ թիմ հենց հիմա մեղրի տարածքում է տեղում նրանք այդ գնահատողական, ճանաչողական աշխատանքներ են անում եւ նախապատրաստում են զեկույց, որը արդեն կկոնկրետացնի առաջիկա պրակտիկ փուլը։ Բացի դրանից J.D. Vance-ն էլ խոսեց նաեւ, այսպես ասենք, ներդրումային պարամետրերից, ասելով, որ TRIP ֆոնդի միջոցով, ես սա ուղիղ մեջբերումն եմ անում, առաջին փուլում ներդրում կկատարվի 5 միլիարդ դոլարի չափով, մասնավոր ընկերություններ կներգրավվեն, երկրորդ փուլում 4 միլիարդ դոլարի չափով։ Սա մենք ես գոնե հակված եմ հասկանալու, որ սա ավելի այսպես ընդլայնված նշանակությամբ, այսինքն նաև հարակից ճյուղերով այս թրիփի կառուցման հարակից էֆեկտները այսպես փողով ծածկելու ծրագրի մասին է եւ սա միայն կոմունիկացիաների մասին չէ, այլ ընդհանրապես Հայաստանը որտեղ 43 կիլոմետր երկաթուղին մոտավորապես 90 միլիոն դոլարի առավելագույնը կարող է ծախս արժենալ, մենք հասկանում ենք, որ դրան հարակից կարող է այո ավտոճանապարհ, այլ ենթակառուցվածքներ, այդ թվում մանրաթելային այդ մալուխների, ուրեմն խողովակների, գազային, նավթային բայց միևնույնն է այդ ահռելի ներդրում է եւ 43 կիլոմետրի համար չի կարող 9 միլիարդի ներդրում ուրեմն հարակից ենթակառուցվածքներ են որոնք հարստացնելու են բուն տրիպը եւ Միացյալ Նահանգների փոխնախագահի կարևոր մի հայտարարության վրա եմ այստեղ ուզում կանգնել տարածաշրջանային
կարևորություն եւ նշանակություն է ստանում Հայաստանը եւ չի բացառվում, որ այդ հատվածում կառուցվելիք ենթակառուցվածքները, շինությունները, գրասենյակային օրինակ շենքերը ունենան ռեգիոնալ ծածկույթ։ Այո։ Եվ հետևաբար այդտեղ կարող է հազարավոր մարդկանց աշխատանքի վայրեր ուրեմն ստեղծվեն, որի մասին է ակնարկում փոխնախագահ Վենսը։ Սա չափազանց կարևոր է, մանրամասների մասին կարծես այդքան չնշվեց, թեև այդպիսի հարց է հնչել, բայց ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ TRIP-ը թևակողել է առանցքային կարևորություն ունի այս փուլում, գիտեք, օգոստոսի 8-ի երկկողմ ձևաչափով ստորագրված հռչակագրից հետո մի քանի աշխատանքային խմբեր եկան, այդ թվում նաև շատդաունի ժամանակ, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը չէր աշխատում, աշխատանքային խմբերը աշխատում էին այս նախագծի վրա, ուրեմն որքան էական եւ կարեւոր է եղել այս նախագիծը Միացյալ Նահանգների համար։ Երկրորդ, որ ուզում եմ այստեղ հատուկ ընդգծենք, TRIP-ի ուրեմն Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ամբողջ այդ կարևոր ապրանքների այս տեղափոխման գործում հենց այս 43 կիլոմետր այս հատվածի նշանակությունը որքան կարևորություն է ստանում։ Ուրեմն պետք է ասել, որ այս ռեգիոնալ կարևորագույն նախագիծը կյանքի չի կոչվել բացառապես այս 43 կիլոմետրի պատճառով եւ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության համար այս ռեգիոնը ըստ էության եւ այս ռեգիոնի պոտենցիալը անհասանելի է դարձել բացառապես հայ-ադրբեջանական հակամարտության եւ այս 43 կիլոմետրի ուրեմն անանցանելիության պատճառով հիմա ըստ էության Միացյալ Նահանգների ջանքերով եւ գործուն մասնակցությամբ որը հնարավոր չէ ոչ փողով չափել, ոչ տոկոսով չափել, որովհետեւ ըստ էության ինքնին այս ճանապարհի նշանակությունը անհնար է չափել որևէ փողով կամ շահույթով։ Սա ըստ էության խաղաղություն բերող ամենաառանցքային եւ խաղաղության այսպես նյութական բազան ապահովող կարևորագույն նախագիծն է, որը ուղղակի այսպես ասենք կոնֆլիկտի շարունակության քաղաքական գինը կդարձնի ուղղակի անհաղթահարելի ցանկացած նման բան մտքով անցկացնել խոսում էինք, որպեսզի Ադրբեջանի համար Հայաստանի վրա հարձակման գինը կարողանանք բարձրացնել։ Այդ TRIP-ը եւ հայ-ամերիկյան հատկապես այս համաձայնությունը էապես բարձրացնում է Հայաստանի նշանակությունն ու արժեքը այնքան, որ 10 անգամ պետք է չափել ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես որևէ ագրեսորի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն։ Եվ այստեղ ուզում եմ կրկին հիշեցնել ռուսների օրերս էլի արված հայտարարությունները։ Գիտեք, J.D. Vance-ի այցից առաջ Ալեն Սիմոնյանի Ռուսաստան կատարած այդ այցի շրջանակներում զուգահեռ ռուսական մամուլում հերոստատեսությամբ ինչ որ մարդիկ Հայաստանում Ռուսաստանի դեսպան խոսում էին Ռուսաստանի շահագրգռվածության մասին, ուրեմն TRIP-ին միանալու վկայակոչելով ինչ որ երկաթուղիներ Հայաստանում նրանց ունեցած կոնցեսիայի ինչ որ պայմանագրեր եւ այստեղ էլ կարծում եմ որ մենք ռուսների հետ կոմունիկացվելու կարիք ունենք, որովհետեւ TRIP-ը ոչ մի կապ չի կարող ունենալ ռուսական երկաթուղիների հետ, դա զրոյից կառուցվող երկաթուղի է, զրոյից այնտեղ ենթակառուցվածքներ են նախատեսված եւ Միացյալ Նահանգների հետ օպերացիոն ամբողջ այդ համակարգը սահմանված համամասնությամբ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պետք է իրականացնեն ամբողջությամբ հայկական Հայաստանի օրենսդրության, Հայաստանի իրավազորության, Հայաստանի ինքնիշխանության ուրեմն հարմար պայմաններում։ Սա եւս կարծում եմ մի կարևոր հարց է, որտեղ ակնհայտորեն ռուսների մասնակցությունը մի նպատակ է հետապնդում։ Ռուսները ուզում են խափանել այս ծրագիրը, որովհետեւ այս ծրագրով տարածաշրջանը թևակողում է տասնամյակների
խաղաղ, Այո, բարոր, իսկ ամենակարևորը բարեկեցության դարաշրջան։ Ռուսաստանն այստեղ դառնում է ավելորդ եւ տարածաշրջանը թևակողում է հետ ռուսական դարաշրջան։ Սա պատմական փոփոխություն է, ընդ որում անշրջելի մի փոփոխություն, որը իհարկե Ռուսաստանի մոտ դեռ շատ երկար ֆանտոմային ցավեր է առաջացնելու։ Իհարկե մենք էլ շահագրգռված չենք այդ ամենն ուժեղացնելու կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես կարծում եմ ամենևին մեր ծրագրերը պետք է միտված լինեն հնարավորինս արագ իմպլեմենտացնել, կառուցել այն ամբողջ ենթակառուցվածքները, որոնք որ նախատեսված են այս համաձայնագրերով։ Եվ երրորդը դա իհարկե այն նորություններ, որով շտապեց կիսվել նախարար Մխիթար Հայրապետյանը, ասելով, որ փաստորեն JD Vance-ը նաև այդ նորություններ բերել իր հետ, որ փաստորեն Nvidia եւ Firebird-ի այդ համատեղ պրոյեկտը, ուրեմն AI ֆաբրիկա, հա, արհեստական ինտելեկտի ֆաբրիկայի փաստորեն ավարտվել էր եւ երկրորդ փուլի մի բան, որի մասին մենք աշնանը գիտեինք, բայց չէինք հավատում, որ այսքան արագ կարող է ազդարարումը լինել։ Երկրորդ փուլինը փաստորեն սա միլիարդավոր մենք խոսում ենք 500 միլիոն դոլարի ներդրում էր արվել առաջին փուլով, երկրորդ փուլում ինձ Միացյալ Նահանգներում հավաստիացրին 1.5-2 միլիարդ դոլարի հավելյալ ուրեմն մասնակցություն։ Սա այն է, ինչը որում ամենավերջի սերնդի պրոցեսորների մասինը, որը ինչպես ինքը Vance-ն է ասում, մենք շատ հազվադեպ չենք սա այս տեխնոլոգիաները կիսվել որևէ։ Եվ շատ հազվադեպ է, որ մենք կիսվում ենք ուրիշների հետ։ Սա այսինքն նաև Հայաստանի որպես վստահելի գործընկերոջ այցեքարտի է վերածվում։ Սա նաև ազդակ է այլ ներդրողների համար։ Ես ուզում հատուկ որ Հայաստանն այն վստահելի սուբյեկտն է, որին Միացյալ Նահանգները սուբյեկտն է, որի հետ հարաբերություններում մեր երկիրն ունի այսքան վստահություն Միացյալ Նահանգների մոտ։ Սա դրա արդեն ուղղակի նյութականացված վկայությունն է։ Ես ուզում եմ այստեղ հատուկ կանգ առնել մի փաստի վրա, որը ուղղակի նորություն է եւ չափազանց կարեւոր նորություն է։ Մինչեւ վերջերս մենք կարծում էինք, որ Հայաստանում որևէ արտադրություն կիսահաղորդիչների նախատեսված չէ։ Այո։ Հիմա փաստորեն Հայաստանը նաև արտադրական հզորություններ է ստանում եւ պետք է ասեմ, որ աշխարհում մոտ 20 երկիր կա, որը Միացյալ Նահանգների հետ ունի այդպիսի համագործակցություն եւ Միացյալ Նահանգների համար նաև կիսահաղորդիչներ է արտադրում։ Այսինքն Հայաստանը ոչ միայն ստանում է այդ տեխնոլոգիաները, Հայաստանը նաև կարողություն է ստանում տեղում արտադրական այդ հզորությունները ստեղծելու։ Այդպիսի երկրներ են Թայվանը, Նիդերլանդները, Իսրայելը։ Այո, մոտ 20 երկիր ես նայել եմ, այդ թվում Ինդոնեզիա օրինակ, ում հետ բայց դրանք ավելի ցածր, ամենա վերջին սերնդի չիպերը Թայվանն է, Նիդերլանդներ, Իսրայելում էլ շատ մեծ տեխնոպարկ են հիմա սարքում եւ զուգահեռ մեզ ռեգիոնալ ֆաբրիկան արհեստական բանականության Հայաստանում է լինելու եւ այսօր փոխնախագահի այդ խոսքը ուղղակի ավելի բարձրացրեց Հայաստանի կարևորությունն ու նշանակությունը ըստ էության ամբողջ տարածաշրջանի արհեստական բանականության տվյալների այդ բազան կուտակվելու է Հայաստանում։ Դա անվտանգային անպատկերացնելի ուղղակի բարձիկ է Հայաստանի համար։ Միացյալ Նահանգների ռազմաբազայի նշանակության ներկայություն է Հայաստանի տարածքում, որի պահպանությունը եւ պաշտպանությունը Հայաստանը պիտի կարողանա պատշաճ կատարել եւ փոխնախագահի խոսքից մենք տեսանք, որ նաեւ հավանաբար մեզ այդպիսի կարողություններով կոչտեն, որպեսզի մենք դրա պահպանությունն ու պաշտպանությունը հավելյալ ուրեմն կարողություններով կարողանանք։ Եվ գանք արդեն հաջորդ բանին, դա էլ առաջին ծիծեռնակն է, մենք ըստ էության այսպես ֆորմալիզացված
նենց հանդիսավոր կերպով տես փաստաթղթեր առանձնապես չենք ստորագրել։ Կան պայմանավորվածություններ, մենք իրականացնում ենք դրա մասին նշվեց Eagle Partners-ի մասին այդ զորավարժությունները շարունակելու, բայց մենք գործնականում տեսանք ռազմատեխնիկական համագործակցության դրսևորում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի մեջ, դա այս հետախուզական վերտիկալ այդ թռիչքով անօթաչու սարքերն են BAT-V տիպի Shield AI ընկերության ստեղծած եւ արտադրած, որը արդեն իսկ գտնվում է Միացյալ Նահանգների ռազմածովային եւ ցամաքային զորքերի սպառազինության մեջ, որպես արդեն պարտադիր մի բան եւ որի կիրառման համար պետք է ընդամենը 3 մետրը 3 մետրի վրա թռիչքային մի հարթակ նա ուղիղ բարձրանում է վերև եւ քեզ համար հետախուզում ամեն ինչ արհավիրք արժեցած պատերազմի մեր ամենաթույլ կողմը հենց հետախուզությունն էր եւ ըստ էության ճիշտ է գնահատվել գոնե բանակցողների կողմից, որ Հայաստանին հենց հետախուզական կարողություն է պետք։ Ուրեմն նաև իր սահմանները դիտարկելու եւ ցանկացած վտանգ րոպե առաջ չեզոքացնելու համար։ Բայց այստեղ ուզում եմ հատկապես կանգ առնել այն իրողության վրա, որ ըստ էության սկիզբ է դրվում այսպիսի համագործակցությամբ, ռազմատեխնիկական համագործակցության Միացյալ Նահանգների հետ։ Սա շատ բարձր տեխնոլոգիական զինատեսակ է, որի միայն ստացումը արդեն իսկ ենթադրում է համագործակցություն մի քանի ուղղություններով, այսինքն նախ սրա շահագործումը, չգիտեմ, պահպանումը, վերանորոգումը, սրա ինտեգրումը շտաբերին եւ մեր զորատեսակներին, սրա ուսուցանումը, կիրառության, սրա հետո կադրերի նախապատրաստումը, սրա կառավարումը եւ այլն, այս ամենը ենթադրում է շատ սերտ եւ տևական համագործակցություն Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օգոստոսի 8-ից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելեց Միացյալ Նահանգները եւ Պենտագոնում ըստ ամենայնի օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո միայն հնարավոր դարձավ այսպիսի պայմանավորվածություններ բերել, որտեղ հասկանալի է, որ այն համաձայնությունները եւ այն ծավալը այն կարևորությունն ու նշանակությունը, որ Հայաստանը ստանում է այս համաձայնություններից հետո, Հայաստանին պետք է նաև անվտանգային կարողություններով օժտել, իսկ այդտեղ նաև հետախուզական այս կարևոր ձեռքբերումը կարծում եմ չափազանց ուշագրավ եւ արժեքավոր է եւ հատուկ պետք է խոսել սրա մասին, որտեղ սրա մասին օգոստոսի 8-ի համաձայնության մեջ չկար եւ անակնկալ էր այսօր ազդարարումը սրա։ Փաստորեն գործարք է $11 միլիոն արժողությամբ եւ այդ փողը Հայաստանը վճարում է Միացյալ Նահանգներին։ Իհարկե Միացյալ Նահանգները վճարման այլ համակարգեր ունի եւ եթե Հայաստանը ցանկանա Միացյալ Նահանգներից ձեռք բերել այլ զինատեսակներ, գոնե այս ձեռքբերումը թույլ է տալիս ասել, որ մեր արժեվ ճանապարհը բաց է եւ մենք կարող ենք առաջի շարքարը այդ ապագա կառույցի մեր պաշտպանական համագործակցության եւ դաշինքի շարված է եւ հաջորդիվ արդեն կշարվել։ Կարող ենք ասել, որ սա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Միացյալ Նահանգների դաշնակից երկրին արվող այս կարևոր էքսկլյուզիվ այսպես վստահության դրսևորում է եւս ինչպես եւ մենք նախորդիվ քննարկում էինք շատ ու շատ հարցեր։ Եվ ամփոփելով, եթե թույլ տաք, այստեղ շատ կարևոր է, որ այս ամեն ինչը դրա մասին նաեւ J.D. Vance-ը բաց տեքստով խոսեց, այս ամենի, այսպես ասենք, քաղաքակրթական նշանակությունն է, որը Միացյալ Նահանգները տալիս են Հայաստանին, J.D. Vance-ը որպես աճպահպանողական գործիչ, որը այսպես գաղափարախոսական առումով էլ կարևորում է թե քրիստոնեությունը, թե քրիստոնեության դերը եւ քրիստոնեական համերաշխության դերը առանձնահատուկ նշում է Հայաստանի նշանակությունը ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ողջ քրիստոնեական աշխարհի համար եւ դրա մասին նա ուղիղ տեքստով
Նշեց այդ երկու պատվիրակությունների միջև հանդիպման ժամանակ։ Ուզում եմ այստեղ հատուկ կանգ առնել մի այլ իրողության վրա։ Տեսեք, J.D. Vance ընդամենը 1 տարի է, որ Սպիտակ տանն է։ Այո։ Եվ նա կարող ենք ասել, որ Տրամպի վարչակազմի առանցքային գործիչներից է։ J.D. Vance-ը հաջորդ նախագահի պաշտոնի ամենաառանցքային հավակնորդներից է։ Չի բացառվում, որ Միացյալ Նահանգների նախագահը նախորդին հարցազրույց էր տալիս եւ խոսում էր, որ շատ լավ տարբերակ կլիներ, եթե Ռուբիոն եւ Վենսը միասին ուրեմն զույգով մասնակցեին հաջորդ նախագահական ընտրություններին, իր համոզմամբ դա կլիներ իր համար ամենանախընտրելի տարբերակը։ Ասեմ, որ երկուսն էլ լավագույն հավակնորդներ են հանրապետական կուսակցությունից եւ դեմոկրատները դեռևս չեն կարողացել համարժեք խարիզմատիկ այնպիսի առաջնորդ հրապարակ բերել, որը կարող է օրինակ J.D. Vance-ին կամ Մարկո Ռուբիոին հաղթել։ Կարող ենք ասել, որ այս համաձայնությունները, որոնք հենց Vance-ը Երևանում է ուրեմն ստորագրում, կարող է հենց ինքն էլ դառնալ հաջորդ նախագահ եւ իր նախագահության պարագային, այսինքն մենք կունենանք ոչ թե առաջիկայում 3, այլ հավելյալ եւս 4 տարվա պատուհան այս համաձայնությունները ոչ միայն կյանքի կոչելու, այլև ավելի ընդլայնելու, ավելի մեծացնելու եւ ավելի խորացնելու։ Սա մի իրողություն է, որը պիտի հաշվի առնենք եւ սրա մասին կարծում եմ եւ ամերիկահայությունը եւ լոբիստական այն ջանքերը, որոնք որ գործադրվում են այս հատկապես Միացյալ Նահանգներում եւ որոնք Հայաստանի շահը այդ գազམ་ակերպությունները գնահատում եւ կարեւորում են հուսամ որ իրենց աչքի առջեւ ունեն իդեպ նշեմ եւ բարեբախտաբար կազմում են հայկական սփյուռքի այսպես ասենք ջախջախիչ մեծամասնությունը ընդ որում նաև իրենց ֆունկցիոնալության առումով էլ այո ավանդական այդ նախքին բոլոր այդ շարժումները եւ խմբերը այլևս կենսունակ չեն եւ Միացյալ Նահանգների նաև իշխանությունների համար նաև օրենսդիրների համար դրանք արդեն հոգնեցրել են իրենց օրակարգերով հույս ունեմ իհարկե որ այս իմաստով մենք առաջիկայում շատ կարևոր հանդիպում նախատեսված, սրա մասին առաջին անգամ եմ ասում, Սպիտակ տանը հենց նախընտրական օրակարգով մոտ 30 ամերիկահայ ականավոր ուրեմն այսպես մեծահարուստների եւ նաեւ նշանակալի այսպես դերակատարների հետ հանդիպում է լինելու Մարկո Ռուբիո Դիվենս ձևաչափով, որտեղ չափազանց կարևոր է նաեւ որպեսզի այս ձեռքբերումների, այս հայտարարությունների եւ ստորագրված այսօրվա համաձայնագրերի վերաբերյալ ուզում են տեսնել թե ամերիկայությունը ինչ տպավորություն ունի եւ ինչպես է օրինակ ամերիկահայ կապիտալի մասնակցությունը եւ նաեւ արձագանքելու օրինակ միջանկյալ ընտրություններին գիտեք նոյեմբերին ընտրություններ են եւ հանրապետական կուսակցությունը ցանկանում է պահպանել առնվազն իր ունեցած տեղերը թե կոնգրեսում թե սենատում եւ դրանք ինչ որ իմաստով նաեւ նախանշելու են 2028 թվականի ընտրությունները գալով մեր ներքին իդեպ մենք ամերիկյան ընտրություններից էինք խոսում, Վենսն էլ խոսեց մեր Հայաստանի ընտրությունների մասին։ Եվ այստեղ չափազանց միջև ձեզ խոսք տալը ուզում եմ հատուկ ընդգծել, որ հատուկ խոսվեց վարչապետի առաջնորդությամբ դերը այս համաձայնագրերի ուրեմն իրագործման հարցում։ Մի բան, ինչը չափազանց էական եւ կարեւոր է եւ սրա մասին մենք չենք կարող հատուկ կանգ չառնել, բայց չափազանց էական է, որպեսզի մենք ինստիտուցիոնալ հիմքերը կարողանանք դնել հենց այսօրվանից։ Այսպիսի պատմական համաձայնությունները չեն կարող կապված լինել անհատներից։ Այո։ Մենք այնպիսի բազային ինստիտուցիոնալ հիմքեր պիտի ստեղծենք, որ դրանք ընդհանրապես կապ ունենան Հայաստանի 100-ամյա, այսպես կամ 10-ամյա, այսպես ընթացքի վրա պիտի տարածվեն եւ դրանք չպետք է կապ ունենան որևէ քաղաքական ուժից, որևէ առաջնորդի, իհարկե
թերագնահատել պետք չի անձանց եւ քաղաքական ուժերին, բայց դրանք շարունակականությունը եւ կենսունակությունը եւ շարունակականությունը ապահովելու համար անհրաժեշտ են ինստիտուտներ եւ այստեղ չափազանց կարեւոր է առաջիկա ընտրությունները եւ առաջիկա ընտրություններով ստեղծել քաղաքական մի այնպիսի միջավայր, որը ոչ թե կքննարկի այս համաձայնությունները պիտի լինեն թե չլինեն, այլ թե ինչ ինտենսիվությամբ եւ ինչ որակով եւ ինչ խորությամբ պետք է լինեն եւ թե ինչ նորանոր համաձայնություններ պետք է ընդգրկեն եւ այստեղ չափազանց կարեւոր է մենք խոսեցինք Ռուսաստանի մասին այս ծավալի ներդրումներ եւ այս ծավալի համաձայնություններ մենք չենք կարող ուղղակի այս թույլ անպաշտպան տնտեսական համակարգի պայմաններում շարունակել հիբրիդային հարձակումների համար այս աստիճան խոցելի միջավայրում եւ ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից եւ ռուսական ռազմաբազայի այսպես կոչված պարտավորություններից եւ հարաբերություններն էլ պետք է վերաֆորմատավորել հայ-ռուսական հարաբերությունները պետք է համապատասխանեցնել դա կուսակցության ծրագրի այսպես ասենք առանցքային դրույթներից է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաֆորմատավորումը եւ համապատասխանության բերելը արկա իրողությունների եւ մեր շահերի հետ որտեղ մեզ ասում են դաշնակից կներեք դե հիմա ասենք հո ձեռ եք առնում ինչ դաշնակից այդ դաշնակցին վայել օրինակ այսօր Միացյալ Նահանգներն էր իրենց դրսևորում որոնք մեծ դաշնակից չեն ըստ էության դե յուրե բայց մենք տեսնում ենք իրապես դաշնակցին այո ՆԱՏՕ-ի անդամ չլինելով Միացյալ Նահանգները խորապես ուսումնասիրելով Հայաստանի կարիքները, խորապես ուսումնասիրելով թե ինչը կարող է Հայաստանին խաղաղություն եւ անվտանգություն բերել։ Այսինքն սա մեր եւ Միացյալ Նահանգների ռազմավարական համախոհությունից բխող համագործակցությունը իշահ թե Հայաստանի թե Միացյալ Նահանգների։ Մինչդեռ ռուսների պարագայում մենք այլևս կարող ենք ֆիքսել մի բան, որpիսի մենք ապրենք, դուք պիտի գնաք։ Որպեսզի մենք ապրենք, այն ձևով, ինչ ձևով մենք իրար հետ գործ էինք վարում, այդ ձևով մենք այլևս չպետք է վարենք։ Այն ձևով, ինչ ձևով դուք մեզ նայում էիք, որպեսզի մենք ապրենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ դուք դադարեք մեզ այդպես նայել։ Հետևաբար ձեր վիզավիները, որոնք այստեղ թրիպը կոչում են ազգային անվտանգության սպառնալիք, այդ անձինք են ազգային անվտանգության սպառնալիքներ եւ նրանք պիտի դուրս շպրտվեն մեր քաղաքական միջավայրից։ Եվ ով դուրս է այս հասարակական քաղաքական կոնսենսուսից, նա դուրս պետք է լինի հայկական քաղաքականությունից մեկընդմիշտ։ Սա մենք պետք է ֆիքսենք մեր առաջիկա, այսպես ասենք, քաղաքական դիրքավորման հիմքում։ Միանշանակ։ Սա իհարկե ահռելի դեռ աշխատանք է ենթադրում եւ մենք առիթներ կունենանք անդրադառնալ։ Ես վստահ եմ դուք առաջիկայում շատ ու շատ անդրադարձների հնարավորություն կունենաք կարծում եմ որ սա միայն սկիզբն է այն ընթացքի որին հաջորդելու են փոխայցեր գիտեք արդեն հայտարարվեց որ առաջիկա փետրվարի 19-ին խաղաղության խորհրդի առաջին նիստին որտեղ ըստ չճշտված չհաստատված դերակատարությունների նաև Ալիև Փաշինյան հանդիպում են եւ Ալիև Փաշինյանը ըստ այդմ հանդիպում է հենց Վաշինգտոնում տեղի ունենալու ու սա այն լուրերի ֆոնին որ մենք լսեցինք Ադրբեջանի խորհրդարանից ըստ որի չի բացառվում որ մինչև հունիս ստորագրվի խաղաղության պայմանագիրը մինչև ընտրություններ բայց Հայաստանը պետք է հայտարարի որ նոր սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունենալու դե Հայաստանն էլ իր կողմից նաև մինչև մարտ ամսվա ընթացքում արդեն սահմանադրության տեքստը պետք է պրոյեկտը պետք է ներկայացնի մենք էլ կկարդանք կհասկանանք Եվ մեր կուսակցության վերաբերմունքը ըստ այդմ կձևակերպենք եւ առաջիկա ընտրություններից առաջ նաեւ այդ մասով կկիսվենք մեր հայրենակիցների հետ այսօրվա համար թերևս այսքանը Այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք շնորհակալ եմ ուշադրության համար այն ժամանակի որ ընձեռեցիք մեզ ունկնդրելու համար Միշտ նոր հանդիպում, խաղաղություն եւ ամենայն բարիք։